Երեկվա հարցրել եք, հպն որևէ պլան չունի ձեզ հետ կապված, որովհետև տեղեկություններ կա, որ գուցե ծեծուջարդ սկսվի, շարունակություն լինի, ինչ եք կարծում, որևէ բան տեղի կունենա այսօր երեկվա ձեր հայտարարությունից հետո, վիրավորական արտահայտությունից հետո։ Բարև ձեզ, ինչպես եք։ Լավ։ Երեկվա ընդհանրապես process-ին անդրադառնալու կարիք կարծում եմ չկա եւ մենք չենք անդրադառնա, քանի որ իրավիճակը հարթվել է եւ կարծում եմ, որ մենք ունենք որոշում չանդրադառնալ որևէ կերպ։ Ձեզ կշարունակվի ԿՊ-ի կողմից այսպիսի վեճերը, որ նրանք սադրեցին։ Հղում եմ տալիս նախորդ ասածից, եթե այլ հարցեր լինեն, խնդրում եմ այլ հարցեր։ Ինչ սպասելիքներ կան փոխնախագահի ընտրության վերաբերյալ ձեր կարծիքով քաղաքացիական պայմանագիրը քվեարկի Արամ Վարդևանյանի։ Մենք վայելեցինք պարոն Վարդևանյանի պրոֆեսիոնալիզմը, դիվանագիտական ճիշտ մոտեցումը եւ նաեւ այն ինստիտուցիոնալ մոտեցումը, որ նա պատկերացնում էր ազգային ժողովի զարգացման մասին։ Ինչ էր նա ասում։ Նա ասում էր, որ ազգային ժողովը պետք է հիմնական աշխատանքը կատարի օրենքները մշտական օրենքների վրա աշխատելով, լավարկելով, ու դա է լինելու որպես իրավաբան, որպես բարձր կվալիֆիկացիա իրավաբան իր հիմնական աշխատանքի մի մասը։ Իսկ այլ խմբակցությունների քվեարկության մասին թող որոշեն, ուղղակի ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երկրի համար բավական գնահատելի կլիներ այսպիսի պրոֆեսիոնալության մարդ, որ լիներ ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Շատ լավ։ Եվ ճգնաժամ չի առաջացել։ Չքվեարկելը ինքնանպատակ չի եղել, մենք ամեն չքվեարկելուց ներկայացրել ենք պատճառը։ Իսկ հանձնաժողովի նախագահների տեխնացիաներն Կա ընդհանուր տեսլական, քանի որ դա որոշում է ընդհանուր ազգային ժողովի ընտրանքային, այսինքն ընտրում են առաջին երկու հանձնաժողովները ընտրում է իշխող ուժը, հետո արդեն մյուս ուժը, այդ իսկ պատճառով ես մեծությամբ երկրորդ ուժը, ես չեմ կարող ասել, թե որ խմբակցությունների վրա է կանգնելու ունենք նախանշած խմբակցություն։ Այո։ Քննարկում ունեցել եք։ Տնտեսական բլոկն եք։ Քննարկում ունեցել եք իշխանության հետ այդ մասով, թե ով ինչ հանձնաժողով վերցնի։ Ոչ։ Արամ Վարդևանյանի հետ կապված տնտեսական հանձնաժողովների։ Չի ուզենա այս պահին։ Ձեր տպավորությամբ ամեն դեպքում իշխանությունը կընտրի Արամ Վարդևանյանին եւ եթե օրինակ մեջբերեմ Ռուբինյանի խոսքը, եթե ասում են, որ կանոնակարգ օրենքը սահմանում է նաեւ, որ կարող են չընտրել Արամ Վարդևանյանին եւ ճգնաժամ չի առաջանա։ Ունեցել եք այդպիսի քննարկում, հնարավոր է այլ տեխնացու առաջադրեք ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Շատ լավ, պարոն Վարդևանյանը թե ազգային ժողովի նախագահի տեղակալի դիրքում, թե մեր ուժեղ Հայաստանի խմբակցության անդամի դիրքում մեծ գործ ունի անելու ազգային ժողովում եւ երկու պարագաներում էլ ազգային ժողովը մեզ շահելու է շատ եւ չի տուժելու մեր աշխատանքը, այդ իսկ պատճառով ընտրությունը, քանի որ այլ քաղաքական ուժը չեմ կարող իրենց տեղը ասել։ Պարոն Կարապետյան, կներեք։ Մենք Քրիստինա ջան, որոշել ես միշտ դու հարց տաս։ մեծամասնություն էին, հայաստան մանդատում էին, հիմա որքան են փոստացել փոստի պատճառով, անդա ձեզ օրինակ ընտրում։ Չէ, բայց դա հարց է, ֆայն պետք է ունենաս, որ հաջորդ հարցում իսկ գործընկերը պետք է։ Փոխարինում արդեն փոքրանալու է ավելի փոքր ֆրակցիա դառնալու։ Սա էլ կապված դոկումենտացիաներ։ ասեմ, ընդդիմության մենք տեսնում ենք, որ իշխանական պատգամավորների քանակը ամեն ընտրություններից հետո փոքրանում է։ Եվ մենք տեսնում ենք դատարկ տեղեր արդեն եւ դատարկ տեղերը փոքրանում է։ Դա ցույց է տալիս, որ հետագայում մի փոքրանալու պարագայում հնարավոր կլինի ազգային ժողովում տեղափոխություններ նստարաններ։ Արամ Վարդևանյանի տեխնացիան վերաբերյալ նա էլ իր խոսքում նշեց, որ ըստ էության այս խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, բայց դուք էլ ձեր խոսքում նոր նշեցիք, որ Արամ Վարդևանյանը մեծ գործ ունի անելու, հակասություն չկա այստեղ, եթե այս խորհրդարանի կյանքը կարճ է, դեպքում ինչու եք առաջադրում փոխնախագահ, որ ինքը մեծ անելիքներ ունի եւ որ ըստ էության կարճ կյանք ունի։ Այ հենց մեր աշխատանքի, իր աշխատանքի արդյունքում մենք պետք է ունենանք այդ
փոփոխությունը։ Այսինքն Արամ Վարդևանյանը պիտի ցրի ազգային Բոլորիս աշխատանքի արդյունքում թող պատասխանի։ բոլորիս աշխատանքն է ինչքան հնարավոր է շատ դիրքերում, որպեսզի մենք կարողանանք հասնել այդ փոփոխությանը։ Ես ներողություն եմ խնդրում։ Մեկ հարցել ես տամ։ Քարոզարշավի շրջանակներում մենք տեսնում ենք, որ հոլովակներ էր տարածվում Արևմտյան Ադրբեջանի լուրերի թողարկումից։ Դրանք անդրադառնանք։ Եթե այնուամենայնիվ Արամ Ղարաբաղը մի րոպե Չեմ տվել հարցս վերջացրել ներողություն։ Դուք ձեր ուժը որևէ մասնակցություն ունեցել այդ հոլովակների տարածմանը, պատրաստման եւ տարածման հարցում, թե չէ ֆինանսավորել եք թե ոչ։ Հասկացա ձեր հարցը։ Չէ, ներողություն, ինչու չեք պատասխանում։ Ձեր հարցը կասեք։ Ներողություն, ինչու չեք պատասխանում։ Կասեք, ինչու չեք պատասխանում։ Ես ասացի, որ հետագայում ձեր հարցին հանդես կգանք պատասխանով պարզաբանումով։ Դուք հիմա չգիտեք, դուք ֆինանսավորել եք դա թե ոչ։ Պարզաբանումով հանդես կգանք։ Պարոն Կարապետյան, եթե Արամ Վարդևանյանին չընտրի մեծամասնությունը, դուք կրկին իր թեկնածությունը կառաջադրեք, թե ուրիշ թեկնածու կառաջադրեք, թե այլևս թեկնածու Ըստ իրավիճակի կլինի խմբակցության որոշումը կոլեգիալ, իհարկե նաև այն իրավասությունները, որ մենք ունենք օգտագործելով, հանդես կգանք հայտարարությամբ։ Տեսեք, խորհրդարանում աշխատանքներին հետևելիս, լուսաբանելիս նկատում ենք, որ բավականին կիրթ ու կառուցողական մթնոլորտում է, չհաշված որոշակի իրավիճակներ, որ արձանագրվում է։ Այս կերպն եք պատրաստվում ամբողջ 5 տարին, եթե խորհրդարանը այդքան ցքի աշխատել, այնուամենայնիվ կփոխեք մոտեցումը հաշվի առնելով, որ հանրությունը ընդդիմադիր, արմատական ընդդիմադիր կեցված կերպ պահանջում ընդդիմությունից եւ այս կերպ բնականաբար քվեականներն չեն միանալու, Հայաստանում Նիկոլ Փաշինյանին չեն հեռացնում։ Ես խորապես դեմ եմ ազգային ժողովը անձնական վիրավորանքների հարթակին վերածելու եւ կարծում եմ, որ ժողովրդի մեջ մոտեցումների փոփոխություն բերելու է կարծիքների պայքարը եւ ոչ թե վիրավորանքների պայքարը։ Այդ իսկ պատճառով նաեւ ինձ համար էլ հաճելի չէ երբեմն այն քիչ ազգային ժողովը բոլորը ասում են, որ ամենակիչն է այդպիսի բան տեղի ունեցել, կարծում եմ հետագայում էլ տեղի չունենա, մենք պետք է գաղափարների հակադրությունը ցույց տանք, մարդիկ ընտրեն, որովհետև մենք վստահ ենք, որ մեր գաղափարներն է զարգացում բերելու երկրում եւ 600,000 մարդու նախկատությունից անելու։ Շնորհակալ եմ։ Գյուղատնտեսության հետ չարաշահում եք Չեմ գոռում Կարապետյան, որ խնդրեմ դեպի կամերաներ գնայեք։ Ես այդ հնարավորությունը Գյուղատնտեսության հետ կապված, տեսեք, ռուսական կողմը պատժամիջոցները շարունակում է օր-օրի եւ մենք տեսնում ենք, որ մեր գյուղատնտեսները, բիզնեսի այլ ներկայացուցիչներ այդ սահմանափակումների առաջ են կանգնում։ Քանի որ դուք այդ խնդիրը միշտ եք բարձրաձայնել, հատկապես նախընտրական քարոզչության ժամանակ։ Հիմա արդեն խորհրդանակ տեղափոխվել։ Ինչ քայլեր եք պատրաստվում անել գյուղատնտեսների այդ խնդիրները բարձրաձայնելու համար, դիտարկել եք արդյոք օրինակ խորհրդանական լսումներ կազմակերպել եւ այլն։ Իմ առաջի խոսքում մենք հանդես եկանք նաեւ այդ հարցին անդրադարձող մի կարճ հատվածով, ինչը դա իր մեջ ներառել, որ շատ կարեւոր է դիվանագիտական ճանապարհներով լուծել այն սրացումները, որ կարող է լինել տնտեսական խաղաղությունը խաղաղության ձևաչափերից մեկն է։ Մենք պետք է հասնենք տնտեսական խաղաղության մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ։ Եվ ես կարծում եմ հայ քաղաքական միտքը ունակ է լուծել այդ հարցը։ Նմանատիպ քննարկում եղել է լսումների հետ կապված կազմակերպել գյուղատնտեսների տնտեսական հանձնաժողովը եւ կարծեմ տարածքային հանձնաժողովն է պատասխանատու, մենք լայն քննարկումներ ենք անելու եւ առաջարկելու ենք լուծումներ։ Այդ թեմայով գնել եք։ Կարապետյան, չէ, Արփինե ջան, չեմ ներողություն։ Ես ուղղակի ներողություն եմ խնդրում նիստը խմբակցության Շատ լավ, բայց հենց գալիս է բան Կարապետյան, ոչ հաճելի հարցերը հիշում եք, որ նիստում է։ Ես կներեք լսում եմ։ Կարապետյան, մի տեսակ դիսոնանս չի առաջանում, օրինակ խորհրդարանական ձեր ֆրակցիայի եւ ձեր կուսակցության առաջնորդի պարոն Սամվել Կարապետյանի հայտարարությունների վարքագծի միջև։ Դուք այստեղ հայտարարում եք, որ կառուցողական աշխատանքի քաղաքակիրթ բանավեճի կողմնակից եք եւ ընդունում եք այդ կանոնները, բայց ձեր եղբայրը օրինակ խոսում է այսպես կարծր պետական մեքենան քանդելու, նույնիսկ այդ մեքենայի ձևավորման վերաբերյալ մատնանշում է ռազմական ուժերի հովանավորությամբ պատասխանում։ Այդ դիսոնանսը ինչպես է։ Դիսոնանսը առաջի քայլը հասարակական խոսույթի մենք փորձում ենք իմպլեմենտացնել այստեղ։ Մենք պետք է հիշենք, թե ինչ պայմաններում
հակադրությունները ստեղծվեցին եւ ինչ Facebook-ի, ինչ լեքսիկոնով արտահայտություններից հետո, շոկային արտահայտություններից հետո սկսվեց հակադրությունները, ինչ դեպքերից հետո 12 ամիս առաջ։ Եվ այդ իսկ պատճառով կա նախապատմություն այդ բանավեճների բնույթի։ Սակայն առաջի քայլը, կարծում եմ, ազգային ժողովում իմպլեմենտացնելն է նորմալ հակադրություն, սուր հակադրություն գաղափարների եւ ծրագրերի շուրջ, ոչ թե հակադրություն լեզվային ամենաբարդ ոճային ամենացածր լեքսիկոնի համեմատությամբ։ Շնորհակալություն։